Պետական բյուջեի 26 թվականի պլանավորումը նաև շատ լավ առիթ է նախորդիվ եւ արկա գրանցված զարգացումների մասին հակիրճ խոսելու 24 թվականի տարեկան արդյունքներով գրանցվել է հնայի 5.9% իրական աճ, իսկ 25 թվականի առաջին կիսամյակում 24 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հնաճը կազմել է 5.6%։ Զարգացումները դրական ուղղությամբ են գնում 25 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.6% է, իսկ վերջին ամսվանը 10.5%, ինչը վկայում է կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականությունների արդյունավետության մասին եւ մեծ որոշակի հիմք է տալիս ուրեմն բնդելու, որ այն նպատակադրումը, ինչ մենք ունեինք նախարարությունում, այն է ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան պետական բյուջեով էր սահմանված, իրականացնել եւ մենք կարծում ենք, որ տարեվերջում, երբ որ կամ հաջորդ տարվա սկզբին, երբ որ մենք կամփոփենք արդյունքները, մեր կարծիքով կունենանք հենց շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան բյուջեով մենք պլանավորել ենք։ Էկոնոմիկայի նախարարության 26 թվականի պետական բյուջեի շրջանակում նախատեսվում է հատկացնել 74.5 միլիարդ դրամ թվով 10 ծրագրերի իրականացման համար։ Ես այստեղ չստացվի, որ բողոքում եմ, բայց անցած տարի էլ էի նշել, որ մեզ հատկացված միջոցները մեր ծրագրերի եւ մեր նպատակադրումներին չեն բավարարում եւ մենք շատ ավելի լայն ու խոշոր ծրագրեր ենք իրականացնում եւ այսօր արդեն փաստացի ունենք շատ մեր բոլոր ծրագրերի արդյունքում ունենք գերակատարումներ, ասենք օրինակ ինտենսիվ այգիների ծրագիրը տարեկան արդեն կատարել ենք, գյուղատնտեսության լիզինգը տարեկան արդեն կատարել ենք, մյուս լիզինգային ծրագիրը նույնպես, այսինքն սրանք բերելու են այն իրավիճակին, որ բնականաբար հավելյալ ֆինանսական միջոցների կարիք է լինելու 25 թվականի համար էկոնոմիկայի նախարարությանը եւ նույնը ես հիմա պետք է նշեմ, որ նույնը լինելու է 26 թվականի համար, ես ուղղակի վստահ եմ, որ այն բոլոր արդյունքային ցուցանիշները, որոնք որ դրված են 26-ի պետական բյուջեում մեր առաջ, մենք դրանք շատ ավելի շուտ կկատարենք, ուրեմն քան տարեվերջն է եւ սա իհարկե նաեւ սա է իմ կարծիքով պատճառը, որ մենք պլանավորվածի համեմատ անհամես չհնչի ունենում ենք ավելի բարձր տնտեսական աճ, այսինքն մեր թիրախները, մեր արժեվ դրված խնդիրները շատ ավելի բարձր են եւ հետեւաբար նաեւ ավերջում թերևս անհրաժեշտություն առաջանա էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ֆինանսավորում տալ